Երեք մենք Բուզուլուկ քաղաքում ունեցանք շատ հրաշալի ծառայություն։ Ու Ռոբերտ եղբայրս շատ հրաշալի խոսք խոսած, անուշ շատ քաղցր խոսք խոսած, բայց Ռոբերտ եղբոր խոսքից չեմ ուզում մեջ բերում անեմ, հիմա կասեք այ մարդ քո խոսքից, հա իմ խոսքից։ Զոհաբերության մասին մի փոքր բան ասեմ, ժողովուրդ։ Աստված զոհաբերությունը կապում է մեր սրտերի հետ։ Կարճ եմ խոսալու, կարակ չնստեք, պրամ բուկվալն երկու րոպե եմ խոսալու։ Զոհաբերությունը դա ոչ թե ֆինանս է, զոհաբերությունը դա սիրտ է։ Այսինքն ես իմ տան համար անեմ, թե ինչ կանես, մեկը կարող է ֆինանս բերի, մեկը կարող է վերցնի կոտրած աթոռները սարքի, չէ, մեկը կարող է վերցնի, մի բան էլ դուք մտածեք, բայց զոհաբերությունը դա ոչ թե ֆինանս տալն է, ֆինանս տալը զոհաբերության մի շատ փոքրիկ մասնիկն է։ Ֆինանսը դա զոհաբերության գլոբալ իմաստը չի, զոհաբերության գլոբալ իմաստը իմ սիրտն է։ Հիշացնեմ եւս մեկ անգամ, Աստված ասեց զոհը թող գնա եղբորդ հետ հաշտվի, նոր կգաս։ Կայենին ինչ հարց տվեց, ասում է ինչու ես երեսդ կախել, աչքերդ կախել։ Այսինքն Աստծո համար կարևոր չի թե դու ինչ զանազան նվերներով ես եկել իր առաջ։ Աստծո համար կարևոր չի թե դու ինչ փարթամ մրգեր ես բերել կամ որ ինչ անեն ռոզովի գույնի են ինչ ան արխանգելսկի նկարով կուպյուրներն ես բերել։ Вообще կապ չունի։ Աստծո համար ասում է զոհդ լավ ես արել, որ եկել ես, զոհով ես եկել, բայց ինձ դա պետք չի, ինձ պետք է քո սիրտը։ Գնա եղբորդ հետ հաշտվի։ Ինչի համար, որ բերածդ զոհը դատարկ տեղը չգցես։ Զոհդ ընդունվի։ Մենք շատ անգամ բերում ենք այսպես կարևորը, որ մենք եկել ենք զոհաբերում ենք, ոչ, կարևորը ինչ սրտով ենք եկել զոհաբերում։ Ես ձեզ հավաստիացնում եմ, Աստված ամեն զոհ չի ընդունում։ Չի ընդունում։ Աստծուն պետք չի քո բերած գումարը, Աստծուն պետք է դու ինչ սրտով եկար։ Այսինքն նրան հետաքրքիր է քո սիրտը, իմ սիրտը։ Ինչ սրտով եմ ես եկել։ Եթե Աստծուն հետաքրքիր լիներ գումարը, Աստված նայելով հիշում եք, երբ որ ինքը նստած Հիսուսը նայում էր գանձանակի մոտ ով է գցում, ով ինչքան է գցում, չէ՞։ Եվ մի հատ կին եկավ, այնտեղ գալիս էին փարիսեցիները զոհաբերում էին, եւ մի հատ կին եկավ, ինչքան գցեց։ 2 լումա, բոլորս լավ ենք իմանում այս պատմությունը, եւ Հիսուսը ասեց ամենից շատը նա գցեց։ Որովհետեւ իր վերջինը տվեց։ Ես կոչ չեմ անում, որ ինչ չունես, բերես ստեղ դնես։ Ես կոչ եմ անում, եթե որոշել ես այսօր զոհաբերես, մինչև արկղին մոտիկանալը, խնդրի թող ընդունելի լինի քո զոհը։ Կամ եթե չես կարողանում խնդրես, եղբորդ հետ խնդիր ունես, մոտիկացի եղբորիցդ ներողություն խնդրի, նոր մոտիկացի արկղին։ Զոհաբերությունը ուղղակի գումար տալ չի, զոհաբերությունը սիրտ է։ Ես իմ տանս համար այսօր ինչ եմ անում, էդ էլ դու մտածի, բայց ինչ որ անում եմ սիրով և եղբորս հետ հաշտության մեջ, ալելույա, դե հիմա զոհաբերության ժամանակն է, մաքրի սիրտը, ու քո զոհաբերությունը մաքուր սրտով արա, ընդունելի լինի քո զոհը, իմ զոհը ընդունելի լինի, Ալելույա, Տեր,